Պատմության մեջ քիչ կանայք են եղել այնքան ազդեցիկ եւ սարսափազդու, որքան Եկատերինա Մեդիչին, Ֆրանսիայի Սև թագուհին։ Շատերը գիտեն նրա դաժան քաղաքական խաղերի եւ թույների մասին, բայց քչերին է հայտնի նրա կյանքի ամենամութ ու գաղտնի դրվագը։ Եկատերինան խորապես եւ մոլագարի պես հավատում էր օկուլտիզմին եւ սև մոգությանը։ Նա իր պալատում գաղտնի պահում էր ալքիմիկոսների եւ աստղագուշակների, որոնցից ամենասարսափելին Կոզիմո Ռուջիերին էր։ Երբ նրա ամուսինը մահացավ, թագուհին հասկացավ, որ իրեն գերբնական պաշտպանություն է պետք։ Նա հրամայեց ստեղծել մի հզոր եւ խորհրդավոր կախարդական թալիսման։ Ըստ պահպանված արձանագրությունների, այն ձուլվել էր հազվագյուտ մետաղներից եւ խառնվել զոհաբերված կենդանիների արյան հետ, աստղային հազվադեպ խավարման ժամանակ։ Այդ ծանր մեդալյոնի վրա փորագրված էին անհայտ դեմոնների անուններ եւ պաշտպանիչ սիմվոլներ։ Եկատերինան այդ թալիսմանը կրեց իր մաշկին, ծանր սգոզգեսների տակ, իր ողջ կյանքի ընթացքում։ Նա հավատում էր, որ միայն այդ արյունոտ մոգությունն է պահպանում իր երեխաների կյանքն ու Ֆրանսիայի գահը։ Այս սարսափելի արտեֆակտը հայտնաբերվեց նրա մարմնի վրա միայն նրա մահից հետո։